Սիրելի հետևորդներ, ձեր պատճառով մարդիկ ինձանից նեղանում են։ Ասում են քնարիկ, ինչ չլինի, ինչ քեզ ասենք, մտնում ես քո բլոգ ու այդ մասին խոսում ես մարդկանց հետ։ Հիմա ինչ էլ քեզ ոչ մի բան չասենք։ Սաղ դուք եք մեղավոր։ Դա ինչպես չասեմ։ Նայեք, ասում է, որ ես նոր եմ բիզնեսում։ Ես սկսել եմ ցանցային բիզնես, բայց ես նոր եմ բիզնեսում, դրա պատճառով ես ինքնավստահություն չունեմ, ես փող չեմ աշխատում, որպեսզի կարողանամ մարդկանց պատմել այս բիզնեսի մասին եւ այլն եւ այլն։ Ես այն հարցնում եմ, ասում եմ, բա ես որ նոր եկել եմ բիզնես, չէ՞ որ ես էլ մի օր առաջի անգամ սկսել եմ այդ բիզնեսը, բա ես ինչպես եմ մարդկանց ասել, ինչպես եմ մարդկանց ներկայացրել, չէ՞ որ ես էլ եմ ունեցել ինքնավստահության պակաս։ Հիմա տեսեք, խնդիրը ինչու՞մն է, որ մարդը մտածում է, որ եթե ինքը նոր է եկել բիզնես, ինքը պետք է ոչ թե լինի ինքնավստահ, այլ ինքը պետք է մարդկանց համոզի։ Այստեղ sense հարց առաջանում։ Իսկ ում կարելի է համոզելով բերել բիզնես, ընդհանրապես, ասենք, օրինակ ես ձեզ հիմա համոզեմ բերեմ բիզնես, կգաք բիզնես, հո համոզելով չի։ Դու պետք է մարդուն տաս հնարավորություն, պատմես այդ բիզնեսի մասին, մարդկանց, իսկ իրանք պետք է որոշեն, իրենց այդ հնարավորությունը պետք է, թե պետք չի։ Իսկ կախված նրանից, թե դու ինչպես ես խոսում, թե դու ինչին ես ինքդ հավատում, դրանից է կախված քո ինքնավստահությունը։ Դա կախված չի քո դրամապանակի հետ։ Եթե դու գիտես, կա որ ռեալ բիզնես, ինքը աշխատում է, մարդը սենց կարա փող աշխատի, նենց կարա փող աշխատի, դու դրա մասին պատմես ուրիշ մարդու։ Եթե դու իրոք գիտես, որ դա տենց է, դու ինչ խնդիր ունես ինքնավստահության հետ կապված, կարաք ասեք։ Այս խնդիրը շատ եմ հանդիպում սկսնակների մոտ, այդտեղ որ համաճարակ է էլի իսկական, բայց դա պետք է խոսալ այդ մասին եւ դա պետք է լուծում տալ այդ հարցին, որտեղ այդ դեպքում բանորեք ինչպես պետք է բիզնես սկսի։ Օրինակ նայեք, ինչպես են մեր թիմի տնօրենները, հա, երեք Լուսնե Հովանեսյանի հետ հանդիպման էինք, ինքը ոսկե տնօրեն է, օրինակ, ոնց է այդ մարդը դառը ոսկե տնօրեն, ինքը չէ որ նոր եկել սկսնակ եկել է բիզնես, կամ օրինակ Նաիրա Ասատրյանը, կամ օրինակ Նունե Պողոսյանը, կամ օրինակ Գրետա Պետրոսյանը, կամ օրինակ Սուսաննա Բայանդուրյանը եւ այլն, այս մարդիկ ինչպես են բիզնեսում հաջողել մեր թիմում, եթե իրանք նորեկներ էին, այսինքն եթե չունեին փող կամ նոր էին սկսել, то есть ընդհանրապես արդարացումները, այդ հաստատա, որ այդ արդարացումները եւ սենց մի բան ասեմ, եթե դու քո մեջ փնտրում ես արդարացում, թե դու ինչի պետք է այդ բիզնեսը անես, միգուցե դու սխալ ուղղության վրա ես գնում, որովհետեւ տենց չեն անում բիզնես չեն անում արդարացումներով, բիզնեսը անում են համոզմունքներով, դու պետք է համոզված լինես քո ասածի մեջ, դու պետք է բալբում դու պետք է համոզված լինես։ Մի խոսքով, փիլիսոփայացի